Իսրայելի հարվածների առաջին իսկ օրից Իրանում անվտանգության խնդիրը սրվել է։ Բնակիչներից շատերը ստիպված են կամ երկրում առավել անվտանգ վայրեր տեղափոխվել կամ երկրից հեռանալ։ Իրանում բնակվող հայերից ոմանք ևս դուրս են գալիս երկրից ու առաջին կանգառը Հայաստանն է։ Հիլդա Արամյանն ընտանիքի հետ օրերս է տեղափոխվել Հայաստան։ Այն ընտանիքներից է, որոնք թողեցին իրենց տները, տարիների ստեղծածը եւ դուրս եկան առավել անվտանգ վայր փնտրելու ակնկալիքով։ Առաջի օրերը կարող եմ 80% խանութները փակի։ Հետո ժողովուրդը Թեհրանից դուրս են գնում, հետո որ քան բան չէր էլ։ Վստահելի տեղեր չկար, որովհետև ամեն տեղ էլ արդեն ռմբակոծում են էլ։ Ինչի վիճակը շատ բարդ է, պարզ է, որ շատ բարդ է։ Մենք արդեն մեծ շաբաթ է, որ Իրանից եկել ենք։ Շատ օր ավելի վատ է ելնում, դե մտածանք, որ հայրենիք ամենալավ տեղն է, որ երթանք։ Տիկին Հիլդայի ընտանիքն առաջին անգամ չէ Հայաստանում, մինչ այս էլ տարբեր առիթներով եկել են, այնպես որ միջավայրը բավական հարազատ է եւ իրենց լավ են զգում։ Հայաստան եկած ընտանիքն այս պահին ունի բնակարանի խնդիր։ Առաջ որ մեզ համար մեր ծանոթներին ասանք նա տեղ են վարձակալ է, մեկ շաբաթով։ Արդեն վաղն էլ մեր մեկ շաբաթը կլրանա, պետք է արդեն մեր բան մտածենք, որ 3 զանգեր եմ հանձնակազմության տիկին Անուշին եմ հետ եմ խոսացել, տիկին Արայդ խոսացել։ Ասան, որ կարող ենք անգստե դիմենք, ամեն ձև կօգնեն մեզի։ Այս օրերին Իրանից իրանահայերի որոշակի հոսք դեպի Հայաստան նկատվում է։ Ոմանք Հայաստանը դիտարկում են տարանցիկ երկիր այլտեղ գնալու համար, որոշներն էլ նախընտրում են մնալ Հայաստանում։ Աջակցության ակնկալիքով որոշները նաև դիմում են Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ։ Մեզ դիմել են բավական քիչ անձինք, երևի 2 ընտանիք։ Մեկը դիմել է զուտ, որովհետև այսպես գործընկերային իմաստով ուզեցել է մեզ տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում։ Մեկ ընտանիք կա, որը եկել է եւ 3 են եկել եւ կացարանի խնդիր ունեին, եւ մենք ժամանակավորապես լուծեցինք այդ հարցը, կարողացանք կացարան ապահովել իրենց համար։ Հիմնականում սա է, եւ մենք կարծում ենք, որ եթե լինի հոսքը ապագայում, ապա կացարանը իհարկե լինելու համար մեկ խնդիր է։ Զարե Սինանյանը նշեց, որ դեպի Հայաստան հայերի զանգվածային հոսք Իրանից ու Իսրայելից այսօրվա դրությամբ չկա։ Եթե ամեն դեպքում իրավիճակն ավելի սրվի, ապա որքանով է Հայաստանը պատրաստ այդ հնարավոր հոսքին։ Մեր պատրաստության մասին ես պետք է դատեմ անցածի փորձից, եւ անցածի փորձը ամենամեծ այսպես փորձությունը կարելի է ասել, դա 23 թվականի սեպտեմբերի Արցախի մեր հայրենակիցների Հայաստանում հայտնվելն էր այդ էթնիկ զտման արդյունքում եւ պետությունը գոնե կրկնում եմ առաջին փուլի իր պատասխանատվությունները բավական բարձր մակարդակով անցկացրեց մարդկանց ընդունել եւ ժամանակավորապես հոգալ իրենց կարիքները։ Այդ փորձից ելնելով կարող ենք ասել, որ պետությունը կարող է դիմագրավել որևէ հայերի մասին է խոսքը, հայերի խոշոր հոսքի դեպի Հայաստան։ Ինչպես նախորդ տարիներին այլ երկրներում տեղի ունեցած ճգնաժամերի պարագայում, այս դեպքում ևս անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ընդունել իր հայրենակիցներին։ Աննա Գզիրյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։